Գիտեք, որ շաբաթը սկսեց Նիկոլ Փաշինյանը կառավարական տանը 10 տիրադարների հետ հանդիպել էր, իրենք ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, եկեղեցու վրա հարձակման այսպես քարտեզ են գծել, երեք Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ իրենց առաջին խորհրդի նիստն է տեղի ունեցել, Սուրբ Ծննդյան պատարագի օրը Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էին, Անուշարոն Շամքոչյանի իրականացված ծիսակարգին էին մասնակցում, նույն ժամանակահատվածում Վեհապար Հայրապետի օգնությամբ ու գլխավորությամբ մարտաճարում հայրապետական պատարագ էր, որտեղ իրական հավատավոր ժողովուրդը այնտեղ էր։ Խնդրեմ ես ամեն հետ ձեր տեսակետը ինչ սպասել առաջիկա օրերին, ինչ կանի Նիկոլ Փաշինյանը եւ այս որ իրենք այդ քարտեզ են գծել խորհրդի նիստ են որոշել ոնց է ընթացքը լինելու համեցեք։ Նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք ինչի համար մի մարդ, որը գիրք է գրել եւ այդ գրքում բացարձակապես հայտարարել է սատանիստական մտքեր եւ հակահավատքային եւ հակաեկեղեցական մտքեր, այսինքն ապացուցել է ցույց տալով փաստ, որպես փաստ ներկայացնող իր ձեռքով գրած մի աշխատություն, որտեղ ինքը հավատքը եւ եկեղեցին խիստ մեկը մյուսին հակասող երևույթ էր, մեկ էլ դառավ հավատացյալ, շնց միանգամից հոպ ինքը դառավ հավատացյալ։ Բազմիցս եմ ասել, որ այս մարդու արարքների մեջ ոչինչ չի լինում պատահական եւ ոչինչ չի լինում ինքնաբուխ, այսինքն սա հստակ դրսից հատուկ ծառայությունների կողմից այս տարածքում որոշակի խնդիրներ եւ շահագրգռվածություններ ունեցող ուժերի ուղղորդումն է, որը ինքը չի կարա չկատարի եւ ինքը կատարում է եւ կատարում է միգուցե եւ իր ցանկությունին հակառակը, բայց կատարում է։ Եվ շատ դեպքերում գիտեք, չէ՞, sense դեպքերում, որ դու մի բան իրականում չես ուզում կատարես, բայց ստիպված ես կատարում ես ավելի դաժան, ավելի խարդախ, ավելի ստոր, ավելի սրիկա եւ ավելի վատ ուրեմն ճանապարհներով։ Ինչի հանգարց սա դառավ եկեղեցական, ինչի դրուկ ինքը դարձավ հավատացյալ, հավատքով մարդ, սկսեց մեջբերումներ անել ուրեմն Աստվածաշնչից եւ հարձակվել եկեղեցու վրա, որովհետեւ ըստ երևույթին կա մի հանգույց իր կողմից իրականացված քաղաքական տեսանկյունով, որը ներկայացնելու դեպքում կամ հանրությանը տեղեկացնելու դեպքում ինքը կունենա լուրջ խնդիր առնվազն գոնե եկեղեցու կողմից։ Այսինքն այսօր միակ դիմադրության օջախը միայն պայքարի օղակը, միայն պետության համար մտածող եւ Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգության մասին մտահոգ կառույցը մնացել է եկեղեցին եւ բնականաբար այս դիմադրության օջախը ոչնչացնելու, կոտորելու եւ ջարդելու անհրաժեշտություն կա։ Սա խոսում են ընտրություններից, իսկ կարծում եմ որ հարցը միջև ընտրություն չի հասնի, ամենայն հավանականությամբ մի կմտցնի ռազմական դրություն, միջև ընտրություններին կգնա։ Ինստանս տպավորություն կա իմ մոտ, բայց բոլոր դեպքերում նույնիսկ այս ընտրություններին, խոսքը ինքը գնում է ընտրությունների, իրականանում են ընտրություններ եւ այլն, եկեղեցու կանգուն լինելը, ուժեղ լինելը եւ մինչեւ այս պահը ամեն հատվածում ջախջախիչ պարտություն կրելը եկեղեցուց իր համար դառնում է բավական խիստ վտանգավոր չափանիշ եւ հետեւաբար այս մարդը, այս գերագույն թշնամին պարտություն ընդունող, հետնահանջող, զղջացող, այդ տեսակը չի, ինքը հակառակը նման դեպքերում էլ ավելի վրեժ խնդիր է դառնում ու պատրաստ է էլ ավելի ստոր քայլերի գնալ, որպեսզի իր նպատակին հասնել։ Մինչև հիմա տենց էլ արել է։ Եվ ոնց կլինի, ասենք, թե այսօր պետությունը կարող հանգիստ իր համար, ասենք, թե քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը, բնակչությունը, սփյուռքը մեր, հանգիստ Սուրբ Ծնունդ անցկացնել եւ այդ Սուրբ Ծնունդին իր մեռելներին, իր կյանքից հեռացվածներին, Աստծուն
մեծարելու արարողություններին եւ այլն, ոնց կարելի է թողնել, որ ժողովուրդը մի քիչ իրան հանգիստ զգա, լավ զգա, պետք է լարել, լարվածություն առաջացնել, ուրեմն տառաբնույթ սադրանքներով բախումներ ստեղծել, որպեսզի սա էլ փչացնի, հնարավորին չափ մարդկանց տրամադրությունը գցի։ Նոր տարվա արարողությունը դրան չգնաց չարեց, որովհետև ինչ որ ինքն էր զբաղված ինչ որ խնդիրներով, բայց ինքը շատ արագ այդ վերադարձավ ինչ որ էսին որտեղ էր եւ սկսեց կազմակերպել կոնկրետ այդ հարցակումները, որից ճիշտ ասած ես շատ վախեցած էի, բայց փառք Աստծո, որ իր վախերը չիրականացան։ Կազմակերպեց այդ դավաճան տիրադավ եպիսկոպոս ասել է սխալ է, որովհետև իրանք եպիսկոպոս չեն, իրանք հայրենիքի դավաճաններ են, շարքային հայրենիքի դավաճաններ են, որոնց պահ եկավ պետքա դատվեն պետական դավաճանության հոդվածով, պարտադիր, որովհետև հենց այս պահին իրանք փաստացի ունենում են անմիջական մասնակցություն կոնկրետ իշխանական ուրեմն գործառույթների մեջ, քաղաքական գործառույթների մեջ, որոնք իրանցից ներկայացնում են պատժամիջոցներ, դահիճական պատժամիջոցներ։ Հետևաբար ստեղ խոսել դրա մասին, որ իրանք ինչ որ սենց ինչ որ մեծաբառո եկեղեցի նորոգման ինչ որ հարցերով են զբաղվում, միանշանակ ոչ, եւ պարզած տեղ պետք է հասկանալ, որ Նիկոլին ոչ էլ կաթողիկոսն է հետաքրքիր, իր պայքարը կաթողիկոսի դեմ չի, իր պայքարը եկեղեցին ոչնչացնելու մեջ է, որովհետեւ 3 հիմնական սյուները, որոնցից մեկը եկեղեցին էր, երկուսը ինքը ոչնչացրել է, բառի բուն իմաստով ոչնչացրել է։ Դրա մասին մենք խոսել ենք արդեն այդ թվում նաեւ ես ձեր եթերում, հա, երբ որ մենք գիտենք, չէ, որ շատ հայտնի մի հատ բանը Մեծ Բրիտանիայի մի հատուկ ծառայությունների գործակալ հայտարարել էր, որ Հայաստանի ծնկի է եւ հայերին ոչնչացնելու ծնկի բերելու մենակ 3 եղություն կա, դա կտրել իրանց լեզվից, եկեղեցուց եւ ավանդական ընտանիքից։ Փաստացեն երկուսը լեզվի առումով եւ ավանդական ընտանիքի առումով ինքը ոչ թե բառի բուն իմաստով հասել է հաջողության, բայց ինքը ամեն ձևի դա պղծել է եւ դարձել է ստորադաս եւ դարձել է 4-ական, 10-ական այսօր հայերեն լեզուն մարդկանց մի զգալի զանգված համարում է, որ սովորելը ամոթ է։ Պետք է սովորել անգլերեն, ֆրանսերեն, sense բաներ էլի, հայերեն իմանալ դա ամոթ է։ Այսինքն ես sense մարդկանց գիտեմ, ճանաչում եմ, լսել եմ, վիճել եմ անգամ իրանց հետ։ Այսինքն նման բան երբեք չի եղել այս երկրում, հա։ Իսկ ավանդական ընտանիքների հետ կապված, երբ որ համատարած քարոզվում է եւ ճանապարհ է տրվում այլասերություններին, համասեռամոլներին, ուրեմն գոմիկներին, լեսբիանկաներին ու իմնացած այլ տեսակի աղբին, բնականաբար է, չէ, որ սա ուղղված է ավանդական ընտանիքը քանդելու դեմ։ Եվ փաստացի այսօր ավանդական ընտանիքի ջատագողները եւ նրանց պաշտպանները փաստացի լռում են։ Սուսուփուս նայում են, հա, իրանց մեջ էդի դժվար է ընկալվում, քննադատում են, փողոցներում սեն շուշուկով խոսում են, որ շատ բարձր չխոսեն, չլսեն, բայց իրական պայքար այդ ամեն ինչի դեմ ոնց որ ժամանակին եղավ, հա, երբ որ տեխնիկային թատրոնի են Գոմիկը Ռուբեն Բաբայան այն զիբիլը, այն կեղտը, աղբը, հա, երբ որ այն ժամանակ քոչարականներ, հետո Սերժինամենակ սերժականներ, բայց տեխնիկային թատրոնի դարիճը տրամադրեց, որպեսզի գոմիկները այնտեղ համագումար անցկացնեն, անմիջապես ուրեմն իրանց երթից ու բանից փառատոնից հետո, որը հենց արդեն փառատոնի ու այդ երթի ժամանակ ազգայինականների կողմից փաստացի ջախջախվեց եւ կասեցվեց, հետո դրանից հետո ինքը դրա երկրորդ փորձը արեց։ Ինքը 2 անգամ փորձել էր մեր մանուկների տեխնիկային թատրոնի դարիճը տրամադրել գոմիկներին համագումար անցկացնելու համար։ Եվ այդ մարդը այսօր խոսում է բարեկամության մասին Պետրոսի հետ, իր այդ հանդիպման ժամանակ, ինչ որ նրան եթերներ են տալիս այդ թլոշ անասունը, հա? Այսօր բանա
իրավունք են վերապահել, որ ինքը բացահայտ խոսա դրա մասին եւ քարոզի ուրեմն այդ տեսակը։ Սա խոսում է նրա մասին, որ այդ երկու ասպարեզում փաստացի լավագույն, վատագույն, չգիտեմ ոնց ներկայացնեմ, հա, լուր լրակյաց ուրեմն համաձայնության եւ հանձնվածությանը հասել առողջ ուրեմն քաղաքացիների զանգվածում եկեղեցում չի կարացել ու հələ դեռ չի կարողանում եւ սա իրան կատաղացնում է ոնց ասենք ինքը հանձնարարություն ունի եկեղեցին ջարդել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ ընդհանրապես հային ուրեմն հեռացնել եկեղեցուց եւ այսօրվա օրով ես այդ շարքերում անձամբ փողոցներում կանգնած եւ հետները վիճած ուրեմն Եհովայի վկաներ եմ տեսել, որոնք մտել են հայկական եկեղեցի։ Ու այնտեղ խոսում են ինչ որ կաթողիկոսի եւ նորոգման մասին եկեղեցու։ Այսինքն կոնկրետ կանայք են, առնվազն երկուսին դեմքով ճանաչել եմ։ Բայց Փաշինյանը ինքն է Սուրբանա եկեղեցու բակում ասում, բանը եկեղեցու վերնախավը աղանդավորական, այսպես ասենք, հա, գործունեություն է ծավալում եւ եթե կարելի է որպեսզի ձեր չընդհատեն, այս տեսանյութը շատ կարճ մի փոքր բարձր կլինի։ Գիտեք ինչ մենք էլ պիտի ընդունենք մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը, որովհետեւ հիմա ըստ էության ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ։ Մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Եվ այսօրվա քայլարշավը նրա մասին է, որ մենք վերադարձել ենք, մենք եկել ենք Եվ այսպես եւ ներողություն եմ խնդրում Հիսուս Քրիստոսի մենակ թողնելու համար, խնդրեմ ինչ ունեք ասելու այս մասով, իրես ելույթի ու այդ հայտարարության հետ կապված։ Ճիշտ ասած, գիտեք ոնց այն աշճանի վրթոմունք առաջացնում։ Ես այս մարդուն ընդհանրապես լսել չեմ կարողանում, հենց որ լսում եմ ամբողջ ներվային համակարգը սխառնվում է իրար, այս լաչար ու ղզիկ ձենը ընդհանրապես չեմ կարող լսեմ, բայց այս ինչ որ ինքը ասում է, սա բացարձակապես 50-ականների եւ հոգեգալստականների խոսույթ է։ Կոնկրետ ձեզ ասում եմ, 50-ականների մեջի հոգեգալստականների խոսույթ է, որոնք ամբողջությամբ Աստվածաշունչը ուրեմն չեն ընդունում եւ Աստվածաշունչի մեջի որոշ հոդվածներն էլ ուրեմն յուրովձևի մեկնաբանում են եւ ներկայացնում են այլ ուրեմն ձևաչափերով եւ համարում են, որ այսինչ որ ինքը ասես, չեմ էլ ուզում ես բառերը կրկնեմ, որովհետեւ ես կարծում եմ, որ դրանով Աստծո առաջ մեղք կգործեմ, այս խոսույթով են արտահայտվում։ Խոսել նրա մասին, որ այս մարդը եկել է այդ ցիլոյով, հա, կնիկներ կողքը, ասենք թե վեհապարի գլխարկի տեսքով ու վեհապարի ուրեմն այդ նույն գլխարկի վրի խաչով եկել են այդտեղ կանգնել են, ուրեմն խոսում են, որ Աստծուն մենակ են թողել Աստծո առաջ, դու ով ես որ Աստծուն մենակ թողես, այ դեբիլ։ Այդ քեզ ում տեղը դրիր, այդ ինչ աշճանի քեզի բարձրացիր, որ մեծացիր, որ որոշիր, որ դու կարող ես Աստվածին մենակ թողես, դու դուրակ չես, սարա։ Դու ապշե պատկերացնում ես ինչ բան է Աստված։ Որ հələ մի հատ էլ դու մենակ, այդ ինքը կարա քեզ մենակ թողի կամ չթողի կամ թքի վրեդ կամ քեզի պատժի։ Դու ով ես Աստծուն մենակ չես թողել։ Քեզ ինչի տեղ դրիր, արա։ Կամ քեզի հենց հիմա դու այդ որ խորհուրդը հավաքել ես եւ խորհրդի նիստ ես անցկացրել։ Դու փաստորեն արդեն դու քեզի կաթողիկոսի տեղ ես դրել, արա։ Դու ես կաթողիկոս ես երկրում, մեր հայկական եկեղեցիում։ Այդ ինչ ճանապարհային քարտ է, այդ ինչ շնորհքում, այդ ինչ որ բաների մասին եք խոսում։ Արա ձեզ որտեղ որ եթում եք, ձեզի հայհոյում են։ Այն շարքը, որ զգեստափոխված ուժայիններ, մուսռներ, այն մուսռները, որոնք Թալինում եկեղեցու մուտքը փակում են, իրական օրենքով հաստատված քահանայի մուտքը եկեղեցի արկելելով պատարակ անցկացնելու համար, այն Թավրոսը, եսիմինչ Զիբիլա են, Թալինի համայնքապետը, որը
իրականում իրականացել է պետական հանցագործություն, հասկանում եք, որ ինքը իրականացել է մուսարների հետ միասին ապօրինի շենք շինությունների գրավելու ոչ թե փորձ, այլ հանցագործությունը միջև վերջ իր ավարտին հասցրած մի երևույթ։ Եվ այս մարդու հետ կապված ես հələ չեմ լսել, որ որևէ մի փաստաբան հայտարարություն տարածի եւ դատախազությանը պարտադրի, որ այս գործը քննության արվի։ Սա հանցագործություն է արել։ Սա շենք շինությունների կառավարության շենքը ու եկեղեցու շենքը գրավելը ուժով։ Դա հավասարազոր բան չի։ Ինձ համար եկեղեցու շենքը ուժով գրավելը շատ ավելի մեծ վտանգ է ու շատ ավելի մեծ հանցագործություն է, քան կառավարության շենք գրավելը։ Այս մարդը արդեն իրան բերել է, հավասարացրել է, մի ժամանակ էլ ասում էր, չէ, Աստված ինքն է, կառավարությունը ինքն է, պետությունը ինքն է, իր ասած բառերն է, չէ։ Իր ասած բառերն է, չէ։ Ու այդ ժամանակ, երբ որ այդ նույն այդ կճոյաններ ու այլ տեսակի ուրեմն թրկամոլ կեղտերը, տիրադավ, կոչեցյալները, այս աննասունները, կոչեցյալները չէ, իրականում, հա։ Երբ որ գալիս են ու հետևից մի հատ ամբողջ այդում աղանդավորների, կեղտերից, գեստափոխված ուրեմն ուժային կառույցների աշխատակիցների, հիվանդանոցներից, ես չգիտեմ որտեղից ուրեմն այդ բանը Ավանեսյանը այն զիբիլը, ուրեմն դրա կարգանդրանքով զորով բերած բժիշկներին, բաներին, ուրեմն համայնքապետերից, բաներից զորով բերված մարդկանցից, սրանք գալիս են սրանց հետևից հիմնականում լուր են, բայց այն զանգվածը սրանց ինչ ասես ասում է, չէ, խոսում է, չէ, ամեն ինչ դրա մասին։ Սրանց իբր աջակցող մասսան լռում է, իրանց ուղեկցող, իսկ սրանց դիմավորող ու սրանց դեմ հելող ժողովուրդը այն ամենավերջի բառերն է ասում ու ամոթանքներն է տալի։ Ու ինչ որ երբ որ ես լսում եմ կամ ինչ որ sense հայտարարություններ են, որ կոչ են անում, որ զգաստացեք, վերադարձեք եկեղեցի, սրանք արդեն այնքան են հեռացել այդ եկեղեցիից, որ վերադարձի ճանապարհը ոչ էլ հիշում են, ոչ էլ գիտեն տեղը։ Հնարավոր չի։ Սրանց կոնկրետ արդեն պատժել է պետք է եկեղեցին ստեղ շատ վճռական անելու քայլեր ունի։ Կոնկրետ շատ վճռական քայլեր անի, մենակ խորհրդից հանելը շատ քիչ է։ Սրանց կարգալույց է պետք անել։ Սրանց պետք է ամեն կերպ օրենքի ձևաչափով, եկեղեցական օրենքի ձևաչափով հեռացնել եկեղեցուց։ Եվ ինչքան շուտ այդքան լավ, ինչքան սա ձգձգվում է, այդքան դուք սրանց հնարավորություն եք տալիս արքի եպիսկոպոս ներկայանալով ինչ որ գործողություններ կատարելու։ Իրավունք չունեն։ Այդ ստորագրությունները տալուց դուք ուշադրություն դարձիք, ոչ մեկի վրա խաչ չկար։ Եպիսկոպոսը տիրունական աղոթքն անելու ժամանակ իրավունք չունի ձեռքը խաչ չունենա եւ խաչակնքման արարողությունը չիրականացնի խաչով։ Պրոստը իրավունք չունի։ Իրանք տիրունական աղոթք են անում, այսինքն սա էլ պատահական չի։ Այսի դեբիլություն չի։ Սա հատուկ ժողովրդի մեջ, ենթագիտակցության մեջ մտցնելու տարբերակ է, ոնց կարելի է եկեղեցին եւ ինչի է պետք եկեղեցին քանդել, ինչ խաչ։ Ինչ օրինական ձևով տերունական աղոթք, ինչ եկեղեցի։ Այս մարդը միջև հիմա ավիրում է ամեն ինչ իր հետևից, միակ չավիրված հատվածը մնացած եկեղեցին հիմա սա է ամեն ինչ անելու ավիրելու